գործին հավանաբար գործընկերներ, ես մի փոքր ուշացա, ներողություն եմ խնդրում, հա։ Ըստ էության, հարգելի լրագրողներ, երեկվա հնչեցրած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցված հայտարարությունները իրականությանը չհամապատասխանող էին եւ ունեին նաեւ իմ պատիվն ու արժանապատվությունը հարատավորող բնույթ եւ ես որոշել եմ իմ իրավունքները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի համաձայն պաշտպանել դատական կարգով ու հայց եմ ներկայացրել զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու մասին։ Բոլոր այն արտահայտությունները, որոնք առնչվում էին արբիտրաժային վարույթի ընթացքում իմ պարտականությունները կատարելուն, շահերի բախումներ ունենալուն, այնտեղ դուք կմտաբերեք, որ նաև իլիականից ու ոդիսականից մեջբերումներ արվեցին, այդ բոլոր արտահայտությունները արված արտահայտությունները եւ մեջբերված փաստերը իրականությանը չհամապատասխանող են եւ ոչ միայն չեն համապատասխանում, այլև այնպիսի կոնտեքստում էր ներկայացվում այդ ամենը, որը հարատավորում էր անձի այդ դեպքում իմ պատիվն ու արժանապատվությունը։ Ասել եք, որ հանրությունը շուտով հասկանալու է, որ կառավարությունը մեկ անձ չէ, երբ շուտով եւ ինչպես է հասկանալու։ Դժվար ճանապարհ է, ես ընտրել եմ այն ճանապարհը, որը իրավական է, իրավաչափ է, օրինական է, ես պատահական այսպես ոտքի վրա խոսքեր չեմ ասում, իմ ձեռքը մաքուր է, խիղճս հանգիստ է եւ պատրաստ եմ այդ երկար ճանապարհով, իրավական ճանապարհով հասնելու նրան, որ հերքվեն են արտահայտությունները, որոնք արվել են իմ հասցեին, իմ անձի հասցեին, արատավորող բնույթ ունեն եւ կարծում եմ նաեւ պետք է մեկ ընկալում լինի, որ Հայաստանի Հանրապետությունում մեր այս հայրենիքում չի կարող լինել բռնապետություն։ Մենք գնում ենք ուղիղ այդ ճանապարհով։ Այս պահին ես գումարային պահանջ դեռ չեմ ներկայացրել, Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը հնարավորություն է տալիս հայցի հիմք եւ առարկա փոխել, ավելացնել պահանջները։ Այս պահին զուտ, քանի որ շատ արագ իրադարձությունները զարգացան, ես այս պահին ներկայացել եմ ուրեմն արտահայտությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջ, ընթացքում կերևա, միգուցե նաև ներկայացնեմ։ Չէ, քաղաքացիական, այո, քաղաքացիական հայցը Երևան քաղաքի ուրեմն ընդհանուր իրավասության դատարանը մեկ դատական տարածք է եւ ըստ էության բոլոր դատարաններում էլ այդ հայցը կարող է ներկայացվել։ Սա թեև քրեական դատարանի նստավայրներ, բայց մենք կներկայացնենք մուտք կարվի հայցադիմումը 3 այլ նստավայրից որևէ մեկում, ըստ էության դա տեխնիկական հարց է մեծ հաշվով։ Գիտեք, ես շատ պատահականորեն իմացա այդ հայտարարության մասին, երբ որ ազատությունից կա լրագրող, չկա, հա, դուք եք հավանաբար զանգել, թե ձեր գործընկերը, հա, եւ պատահաբար իմացա, որ հիշել են ինձ, չեմ կարող ասել, ինձ համարել է հանելուկ, թե ինչ պատրվակով, ինչ նպատակով, ինձ թվում է, որ այս վարույթի ընթացքում արդեն ավելի բարձր կլինի։ Գործունեության հետ կապ ունի։ Ես եւ գործընկերներս կապում ենք դա հենց ընդդիմադիր գործունեության եւ քաղաքական ակտիվության հետ, հատկապես հետ ընտրական process-ներում մեր կուսակցության այսպես շատ ակտիվ դիրքորոշման եւ ձեռնարկած քայլերի հետ ես ասեմ, որ այս պահին վարչական վերաքննիչ դատարանում դեռ քննվում է մեր հայցադիմումի վարույթ ընդունելու հարցը, որը ուղղված էր կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելուն։ Այս ամենը ով է նախապատրաստում ձեզ կալանավորելու։ Մեր այսօրվա իրականության մեջ ես ոչինչ չեմ բացառի, մի փոքր հույս ունենալով այնուամենայնիվ, որ իրավապահ մարմիններում դեռ կան մարդիկ, ովքեր որ հետևում են օրենքին եւ գործում են օրենքի ոգուն ու տարին համապատասխան, բայց իհարկե ոչինչ բացառել պետք չէ։